Դասականի ու ռաբիսի կոնֆլիկտը տեղափոխվում է մեծ էկրան, սկսվել են «Բրավո վիրտուոզ» հայ-ֆրանսիական արտադրության գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի հայաստանյան համարտադրողը HK Productions ընկերությունն է Հրաչ Քեշիշյանի ղեկավարությամբ։ Ֆրանսիական կողմից ներգրավված է հայտնի Ագատ Ֆիլմս կազմակերպությունը, իդեմս աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոբերտ Գետիկյանի եւ պրոդյուսեր Մարկ Բորդյուրի։ Ուրախ եմ առաջին հերթին ես, որ Հայաստանը ունի այսպիսի ներուժ եւ այսպիսի հնարավորություն միջազգային ընկերության հետ անելու գեղարվեստական ֆիլմ։ Կինոկատակերգություն սոցիալական սուր խնդիրների վերաբերյալ ֆիլմի սցենարի հեղինակը 5 տարի մտածել է, փնտրել ու վերջապես կանգ առել դասական նվագախմբի տղաների վրա։ Ֆիլմ ամբողջովին հայերեն է լինելու, նկարահանվելու է ամբողջովին Հայաստանում եւ ֆիլմի սյուժեն դասական նվագախմբի մասին է, որի կյանքը վտանգի տակ է եւ երաժիշտներից մեկը, որի դերը կատարելու է Սամվել Թադևոսյանը, ամեն ինչ անելու է, որպեսզի փրկի իր դասական նվագախումբը։ Ռոբերտ Գետիկյանի համար գլխավորը Հայաստանի մասին ու Հայաստանում նկարահանված բարձրորակ ֆիլմն է։ Միջազգային հեղինակավոր կինոփառատոների հարուստ փորձ ունեցող ու բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսորը «Բրավո վիրտուոզի» համար միջազգային ճանաչում է կանխատեսում։ Ֆիլմը պատմում է մերօրյա Հայաստանի մասին, ժամանակակից ֆիլմ է, դեպքերը մտածածին են, բայց իրավիճակը մոտ է իրականությանը, տարբեր ժանրեր են միախառնված, բուրլեսկից մինչև մելոդրամա, նշանակում է հետաքրքիր ու դիտարժան ֆիլմ կստացվի։ Արմեն Ջիգարխանյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Մկրտիչ Արզումանյան, Արման Նավասարդյան, դերասանական կազմը ներկայացուցչական է, պրոֆեսիոնալ ու խնամքով ընտրված։ Գլխավոր դերերն էլ վստահվել են Մարիա Ախմետյանովային եւ Սամվել Թադևոսյանին։ Գլոբալ պատմություն չի, կոնկրետ կա կետ, A կետից մինչև B կետ, այդ առումով սցենարը շատ ամբողջական է։ «Բրավո վիրտուոզի» կոմպոզիտորը Տիգրան Համասյանն ու Միշել Պետրոսյանն են։ Ֆիլմը պատրաստ կլինի 2016-ի մարտին։ Հեղինակները նախատեսում են այն առաջադրել ակարգի միջազգային փառատոների։ Անի Հակոբյան, Արմեն Գևորգյան, ժամը լրատվական։